Սուրբ ոգին գրագը գմարի, գեղեցիկ աստվածաշնչական մոտեցում մնե, որ մեզի կբացատրե այս մասին, մենք գիտենք, որ ամբողջ մարդկության, կյանքին, ստեղծագործության ընթացքին միշտ Սուրբ ոգին եղած է աշխատողը, ամեն հրաման գադարողը, և մինչև այսօր դակավին ինչ հրաման, որ գոյություն ունի, Սուրբ ոգին ինքն է, որ այդ մեկը կգադարե։ Ամեն հրաման, որ գարցակվի Աստվածութենեն, խոսքը գարդահայտվի, Սուրբ ոգին ադիգա գործի կվերած է։ Եվ մենք կտեսնենք, որ մարգարեները մարգարեացան Սուրբ ոգիով, թագավորները, թագավորները զորացան Սուրբ ոգիով։ Տեր Հիսուս ապրեցավ, գործեց Սուրբ ոգիով։ Աշակերտները, առաքյալները եւ ամբողջ նոր գդագարանի սուրբերը իրենց գարքին կալեցին, գործեցին, խոսեցան, ապրեցան Սուրբ ոգիով։ Չկա մեկը առանց բացառության այս բաժինի մեջ, որ առանց Սուրբ ոգի ըրավ ինչ որ ըրավ։ Նույնիսկ Աստծո որդին, որ Աստծո որդի եւ Աստված էր, փարագից Սուրբ ոգին, իր մարդեղության բահուն ամեն ինչ ըրավ Սուրբ ոգիով։ Ասիկա ինքնին մեզի համար շատ կարևոր, զորավոր, արմատական նամակ մնե, թե մենք այսօր ինչպես կգործենք, այսօր երբ հավատքի կյանքը կապրենք, որ մենք այդ մեծ գարույցին մաս կգազմենք, որ Քրիստոսով, մարգարեներով, աշակերտներով, առաքյալներով գառուցված է եւ այս թարուն եւ այս ժամանակին եւս մեզմով կգառուցվի, կշարունակվի, մենք ինչպես կքալենք նման անոնց, մեր բաղմությունը երբ քրի առնվի նման անոնց կքալենք, թե դարբեր։ Աստվածաշունչը այս ուղղությամբ մեզի այս նամակը կուտա եւ կարեւոր է, որ մենք լավ նկատի առնենք, որ Սուրբ ոգին հետ մենք ինչպես կհարաբերենք եւ ինչպես կքալենք։ Իրականության մեջ մեր ներսիտին գտնվող Սուրբ ոգին գրագը, որ Սուրբ ոգին կպատկանի, անիկա բնավ չի մարիր։ Բայց Սուրբ ոգին գրագը մեզի համար գրնա 100% սառնարանի պես օդարելալ, ազդեցություն չունենալ, եթե մենք ուշադրություն չդարձնենք անոր ներկայության։ Հետևաբար անոր ներկայությունը գա լման ինչպես որ է, անփոփոխ, անոր գրագը ինչ որ իր մեջ կա մեզի համար բնավ չի փոխվիր, բայց բարձորեն մենք գրնանք չօգտվել եւ կամ գրնանք օգտվել։ Անոր համար մենք կտեսնենք Թեսաղոնիկեցիներու առաջին Թեսաղոնիկեցիներու գրգված նամակի մեջ 5-րդ գլուխը մեզի այս մասին կխոսի եւ մեզի կհայտնե, որ մենք կարեւոր է քալենք Սուրբ ոգիով, մենք քալենք եւ ապրենք հոգեվոր կյանքի պետքերը մեր առօրյային մեջ նկատի առնելով, որովհետեւ անիկա պիտի լա, որ Աստծո բոլոր խոստումները մեր կյանքերեն ներս երևին։ Գտելատրե Բողոս առաքյալ աշակերտներուն եւ հավատացյալներուն, որ իրենց գետրոնացումը իրենց հույսին հետ գաբակցաբար դիրոջ երկրորդ կալուստին ժամուն վրա չլա, հաբա երկրորդ կալուստի ժամանակին պատրաստ լա։ Աշակերտները եւ հավատացյալները չաբրին սպասելով երկրորդ կալուստը եւ անհոգ ու անդարբեր լան մինչեւ երկրորդ կալուստը կալու ժամանակի նկատմամբ։ Հետևաբար պետք է հասկանան մերժել երկրորդ կալուստը սպասող մոտեցումին հագարակ եղող բոլոր ցևերը, որ գործեքրվին, բոլոր մտայնությունները, միտքերը, որոնք զիրենք անդարբեր գցկեն
Եվ փոխանակ իրենց ճաշտոնը ստանցնեն աշխարհեն փախչիլ կփորձեն եւ կբادرազմին։ Շուտով եկուր դեր որբեսի կովդ կանք։ Իրենք զրկված կբահեն այս օր այս բարականերում մեջ դերոճմով դրված բարիկներուն եւ զորութենեն։ Օրինակի համար 3-րդ տարուն, 4-րդ տարուն, 5-րդ տարուն մենք կտեսնենք մարդիկ Սուրբ ոգիեն մղված առաջնորդությամբ նույնիսկ պատրաստ էին մարտիրոսվելու, մարդիկ պատրաստ էին իրենց մաշկերը քերթելու, իրենց ցերքերը ոտքերը գդրված գաբրեին, իրենց եղունգները կքաշեին, իրենց մատները կգդրեին, ասոնք չհրաժարեցան իրենց հավատքեն։ Ինչու այս գեդերը գհիշեմ, որովհետև մեկ անգամ գաբարով զարնել եւ մեռնելու չի նման իր, որ փամը չես սկար։ Շարունակողական հալածանք եւ չարչարանք կար, զիրենք իրենց հավատքեն ետ դարձնելու համար, բայց կմերժեին։ Այդ զորությունը իրենց Սուրբ Հոգին տված էր, որովհետև Սուրբ Հոգին ժամանակագից հոսանքով կքալեին։ Ներկա ժամանակներու գտնված դժվարությունները պիտի չարդոնես քու ներսիտիդ գտնվող Սուրբ Հոգին ներկայության եւ ներկործութենեն ավելի բարձր ցայն ունենալ լրեցուրանոր։ Ինչպես կլրեցնես, ինչպես բզդիգիտ հրաման գուդաս այդպես հրաման չես սներ, որովհետեւ այդպես չի լրեր, դերոջ հետ մդերմությունդ կշատցնես, դերոջ խոսքին հանդեպ հավատարմությունդ կավելցնես եւ կհրճագես բնականաբար միշտ բոլոր ցայները պիտի ոչնչանան։ Ժամանակ մի եկած էր եւ ես այլևս չէի աղոթեր նման բարականերու համար։ Մինչեւ այսօր ադոնց համար չեմ աղոթեր։ Դերոջ բարդականություն չեմ դար։ Դերոջ բաժին չեմ դար, որ ասիգա արե, հաջիս ադիգա արե, որովհետեւ ես հասկացա, որ ես դերոջը սելու բեք չունիմ, շատ բաներ սաստելու պետք ունիմ, եթե թևերուն հետ կապված է։ Իս շատ բաներ դերոջ ներկայության մեջ գենալու եմ, մինչև որ իր ներկայության զորությունը իմ ներսիտիս հաղթե, իմ ներսիտիս գտնվող, իմ համոզումներես եկած, իմ պայմաններես եկած արգելքներուն, որովհետեւ հաղթություն վայելեմ։ Այսօր արդու աղոթքի մտա, եւ երբ աղոթքի մտա, մերիներուն սովորականին պես պատվիրեցի, որ աղոթքի պիտի մտնեմ, ինձի պիտի չխանգարեք։ Բայց ըստ սովորականին ադիգա չի հաճողիր։ Մեկը պիտի հագնի, մյուսը հարցում ունի, մյուսը պիտի ուդե, եւ ես ամենահերու սենյակն եմ, ամեն խոսակցությունները սենյակին շուրջը գլան դժբախտաբար։ Եվ հիմա ես ինձի կգետրոնացնեմ, որբեսի այս ցայներեն չդարվիմ եւ գետրոնացած մնամ իմ աղոթքիս վրա, մանավանդ լեզուներ խոսած ադենս եւ դերոջ հետ հաղորդակցած ադենս, բայց նկատեցի, որ այս ցայները, որ ինձի կնեղացնեն, իմ սիրտիս մեջ գտնված նեղութենեն ավելի են։ Կանոք հասկացավ։ Այսինքն իմ բնական նեղանալուս չափեն շատ բարձր են ցայները։ Եվ բան հոնգեցա որ լավ, եթե իմ սրտիս մեջ նեղության չափեն բարձր նեղացուցիչ խոսանք մնա ասիգա ուրգե, ուրեմն թևերն են։ Եվ սաստեցի Հիսուսի անունով հանգստություն ունեցա, հանգստություն կդա։ Ես պետք է սաստեի անոր, բայց եթե բադահեր, որ նեղությունը իմ սրդիս մեջներ, ես սաստելով չէի գրնար գրգել ադիգա։ Գամ ցայնը պիտի գենար, որ անհնարին է, անպայման պամը պիտի ելլե, եւ չես կնար քու աղոթքի բահդ եւ ապրումդ գաբել ցայն ելլելուն եւ չելլելուն, հետեւաբար պետք է հաղթես ադոր։ Հետեւաբար այդ բարակային ես ինքզինքիս համոզում դայի, դիրոջ ներկայության մեջ զորացնեի, որբեսի իր ցայնը իմ ներսիտիս փշշկող ըլլար, փալասան ըլլար, հաղթող ըլլար, այդ ինձի արգելք եղող բաներեն անտին դաներ։ Հետևաբար մեր կյանքի ընթացքին մենք այս երկուքը պետք է զանազանենք, եթե թիվային է կսաստենք։ Եթե մարդկային է, պիտի որ դիրոջ ներկայությունը այդ մարդկային դժվարության դիմաց բարձրանա այնքան, որ այլևս ադիգա մեր վրա չաստե եւ այն ադեմ մենք կհաղթենք իրեն։ Հետևաբար Պողոս առաքյալ գսե
24-րդ համարի մեջ վստահեցեք Աստծո։ Վստահեցեք, այսինքն երբ մեկումը կվստահիս, ըսածներուն կվստահիս, ըրածներուն կվստահիս, իր ջամփուն մեջ կգենաս, վստահեցեք Աստծո, որ այդ նպատակով ցեզ հրավիրեց եւ պիտի գադարե իր խոստումը։ Ինչ որ ցեզի ըսած է, անոր համար այլ կանչած է եւ պիտի հսկե, որ իր խոստումները գադարվին։ Հետևաբար, ինչպես ասի համարներու մեջ կսե, բայց ինչ կվերապերի այս եղելության ժամին ու ժամանակին, բեք չեմ զգար ցեզի որևէ բան քրելու, որովհետև անցամ դուք շատ լավ գիտեք, թե ինչպես քողը չսպասված ժամուն կա, այնպես ալ դիրոջ օրը չսպասված ժամուն պիտի կա, եւ որ մարդիկ կսեն հանգիստ ենք եւ ապահով։ Ճիշտ այն ադեն հանգարձակի վրա պիտի հասնի գործանումը, ինչպես երկունքը հանգարց կբռնե հղիգինը եւ ազատում պիտի չունենա։ Ուրեմն կսե ես շատ բան խոսելու բեք չունիմ այս մասին, ժամանակին հետ կապված եւ ասիկա լավ նամակ է այսօրվան աբակայի futurist նայվածքին, որ ամեն ինչ կապված է Հիսուսի քալուն հետ։ Ամեն թեփք որ կբադայի կգաբեն Հիսուսի քալուն հետ եւ մարդիկ Հիսուսի քալուն կապակցաբար ժամեր կհնարվի եւ դուրս կգա, որ ասիկա սկսավ 1200 թվականին եւ հոսանքը մինչեւ այսօր ամեն թար գնորոքվի տարբեր ծևերով։ Բեք չեմ սկարգս այդ մասին գրելու, որովհետև դուք շատ լավ գիտեք, թե ինչպես քողը չսպասված բահում պիտի կա, այսինքն ամենուն համար քողի վես պիտի կա, ցեզի ալ այդպես պիտի լա, բայց պետք է նկատի առնեք, որ գրնադիգակալ մարդոց վրա, որ իրենց հանգիստ քողի վես կուկա այդ մարդոց համար, որ իրենց հանգիստ կդածեն, հանգիստի կոդին կդածեն, ուրիշ բաներով սպաղված են, իրենց քողի վես կուկա, անագնգալի կուկան։ Ուրեմն կարելի չէ ժամանակ գտնալ, քողի վես պիտի կա, եւ որ մարդիկ իրենց հոգեվիճակը հանգիստի կոդին մեջ ցկած են, այսինքն Քրիստոսով չեն կալեր պետք եղած ցևով, անոնք է որ գրնան վնաս գրող լան, երկունքի հանգարց բռնող ցավին վես պիտի կա դիրոջ քալուստը։ Հետևաբար ամեն ցևերով մեզի գահիտնե, որ մենք ժամանակը սпасելու չենք, ժամանակին ընթացքին մինչ գաբրին մեր հավատքը պետք է պատրաստվենք։ Մեր պատրաստվելը հիմնական է։ Ապա հավատացյալներուն կխոսի իրենց ինքնության մասին, թե իրենք խավարին չեն պատկանիր։ 4-րդ համար, բայց դուք եղբայրներ, դուք խավարի մեջ չեք, որ դիրոջ օրը քողի պես ցեզ անագնգալի բերե, որովհետև դուք բոլորդ լույսի որդիներ եք։ Կխոսի մեր ինքնության մասին, որ մեր լույսի ինքնությունը չի ցկեր, որ մենք քողի պես վիճակին հանդիպենք։ Հետևաբար քունով չդարվիկ ուրիշներուն նման, այլ արթուն եւ զգաստ լանք, որովհետև քնացողները քիշերն է որ կքնանան, քինովցողներն ալ քիշերն է որ կքինովնան, բայց մենք քանի ցերեգին կպատկանենք, պատրաստ լանք, հավատքի եւ սիրո զրա հակած եւ փրկության հույսի սաղավարտը դրած մեր գլխուն։ Ուրեմն մեր պատրաստ լալուն մասին կխոսի, ինչ մենք կսպասենք Տիրոջ երկրորդ քալուստը, գագնգալենք անոր խոստումները, բայց մենք հավատքով կմոտենանք, սիրով կմոտենանք, փրկության սաղավարտի զրահը հակած գլանք, դրած գլանք մեր գլխուն։ Եվ երրորդ կարևորագույն բանը, որ Պողոս առաքյալ հավատացյալին բարդավորություններուն մասին կխոսի, նախքան հաջորդ բաժինը անցնենք, ուր բարդավորություններուն արդյունքը պիտի տեսնենք, Պողոս առաքյալ հավատացյալներուն եկեղեցիին կյանքին հետ կապակցաբար բարդավորություններ կխոսի, որոնք 12-րդ համարեն կսկսի։ Կագնգալե որ եկեղեցին իր մտնոլորդը բահե, իր հավատքի մտնոլորդը բահե։ Սա կնշանակե, որ մտնոլորդը խառնելու, խառնվելու եւ անցին մտնոլորդը խառնվելու լեցուն բաներ կան։ Հետևաբար գսե եղբայրներ, գուզենք, որ քնահատեք եւ հարգեք անոնք, որոնք ցեզի համար կաշխատին։
եւ դիրոջ կողմե ցեզի առաջնորդ գարկված լալով զանոնք ներողություն գարկված լալով գխրադեն ցեզ 13 արժանի ամեն հարկանք ընձայեցեք անոնց եւ սիրեցեք զանոնք իրենց դարած կորձին համար անգետ կսե իրարու հետ խաղաղությամբ ապրեցեք ուրեմն խոսեցավ նախ այն անձերուն որոնք հավատքի եկեղեցվո մտնոլորտի մեջ ավելի բաշտոնի վրա են ղեկավար են խոսքով կամ այլ ծևերով գծարայեն պետք եղած հարկանքը դալը կարևոր կնկատե 1 քնահատելը 2 եւ ամեն տեսակ հարկանք ընձայելը 3 սիրելը 4 որովհետև իրենց կորձը կգադարեն եւ կարևոր է ադոր փոխարեն մենք կարենանք ճիշտ մոդեցում ունենալ եւ խաղաղությամբ ապրենք հաջորդ կետը խաղաղությամբ ապրենք գխնդրենք եղբայրներ խրադեցեք անարգությամբ ապրողները հուսատրեցեք վհադացները Բաշտբան եղեք դգարներուն, համբերատար եղեք բոլորին հանդեպ, նայեցեք, որ ովևէ մեկը չարիք ընողին չարիք չհադուցան է, այլ չանացեք միշտ բարիք ընել, ըլլա իրարու, ըլլա բոլորին։ Ասիկա Սուրբ Օքին ինձի հայտնեց, որ կարևոր է եկեղեցիեն ներս որպես մտնոլորտ ներկալա։ Ասիկա գապ չունի անհատական միայն խորուրդ տալու, որ մեկը մյուսին հարկե այսն է։ Ասիկա ինձի դրված Սուրբ Օքիեն այդ միտքն է, որ այս մտնոլորտը պետք է գտնվի մեր վրա։ Ինչպես է մտնոլորտը պիտի գտնվի մեր վրա, որովհետև մենք շարունակ մեր առօրյայի մեջ ասոնց հագարակ զգացումներ ունենք։ Հիմա մեկը քեզի թող որ քիչ հագարակ նայի, մեկը քիչ մի խոժոր խոսի, աս միտքամիջապես գլուխդ պիտի կա, եթե մինագը չկա թևերը պիտի բերեն։ Դու նստիպված ես պախուշչունից պիտի սկաս ասիգա։ Եվ այս սկալը հազիվ մեկ հատ քու մտքիդ մեջ առնես դարձնես, վերջացավ Աբրումի վերածվեցավ քու մեջը, դու պիտի սկսես ապրիլ եւ հավանականությամբ դոգոսները ինչքան գավել նայելևս մեջը, անիկա պիտի սկսես արդահայտվել։ Երբ գաբրիս եւ գարդահայտվիս, բնականաբար դու մտնոլորտ մշինեցիր, որու հետ որ խոսիս, այս մտնոլորտը պիտի հաղորդակցի, որու հետ որ խոսիս, որու հետ որ կորձ ունենաս, այս մտնոլորտին համաձայն դու պիտի խոսիս եւ արդահայտվիս։ Հետեւաբար դու նոր մտնոլորտ մշինեցիր, որպես քրիստոնյա եւ որպես եկեղեցի, որ լման հագարակ է Սուրբ Օքին քու կյանքիդ մեջ կորձելուն, եկեղեցի մեջ կորձելուն եւ թակավորության մեջ կորձած ծևին, որուն համար Եփեսացիներու մեջ կսե Սուրբ Օքին խաղաղության շաղգաբը փնավ մի գոդրեք, շղթան փնավ մի գոդրեք, իր աշխատալացևին հոգին եւ մտնոլորտը փնավ մի փոխեք։ Հետևաբար ասիկա ավելի քան խորուրդ մնե, որ ինչպես ապրիս, ինչ ընես, ասիկա ընդհանուր մտնոլորտ մնե, որ մենք պետք է որդեգրած լանք։ Այս մտնոլորտը ավելի զորավոր պետք է լա մեր մեջը, ավելի շեշտ պետք է ունենա մեր մեջը, որբեսի հագարակ հոսանքները, որ մեր գամքեն անգախ, լան պայմաններեն, լա փնավորության դարբերությունները մեզի պիտի հանդիպին, մենք կարենանք թեմտնել, հաղթել։ Եթե մենք չհաղթենք, մենք ենք առաջին վնասվողը, քրիստոնեական մտնոլորտն է ետքը վնասվողը։ Եվ հետևաբար մենք ալ ուրիշներն ալ վնաս ունենք եւ ասիկա իր գարկին արգելք է Սուրբ Օքին հետ հաղորդակցության հետ։ Անորամար քնահատել, հարգել, խրադ ընդունել, արժանի հարկանք ցուցաբերել եւ սիրել եւ գտելատրե որ ասոնց հիման վրա ապրվի խաղաղությամբ, անարգությունը խրադվի, վահադացները հուսատրվի, դգարներուն պաշտպանը լա, համբերադար, չարիքը չարիքով չհադուցանվի եւ փորձել փոխարեն բարիք ընել, լա իրարու, լա բոլորին։ Եվ այս մտնոլորտեն մղված 16-րդ համարի մեջ գսե աբահով կեդինը մտնոլորտը շինված պիտի լա, որ մենք
իբրև բանտուղներ գաբրինք։ Աբահով կեդինը պիտի շինենք, երկրի վրա աբրածադեննիս, հասկնալով, որ մենք ոս բանտուղտ ենք։ Այսինքն այս օրինակը դամ, շատ անգամ երբ պամը բադահի մեզի, գարձես ամբողջ հավիտենական կյանքին թվավ մեկը, այդպես մենք կփորփոքենք, կնեղանանք, կցավինք, չէ՞։ Բայց մեր հավիտենականության թված չեն լար պայմանները։ Պայմանները մարդկային են, որոնք հանդիպեցան մեզի։ Ես բեք չէ արդոնեմ, որ իմ հավիտենական գեցվածքը սփոխվի այդ մոդեցումին, ժխտականին պատճառով։ Հետևաբար ես պետք է գարենամ լավ զանազանել։ Եվ այդպես գսե միշտ ուրախ եղեք, անդադար աղոթեցեք, ամեն բանի համար շնորհակալ եղեք, որովհետև Աստված ադիգա կսպասեցես մե, որ Քրիստոս Հիսուսի միացած եք։ Ուրեմն որ մենք այս վերի բաժինները մտնոլորտը շինենք, մենք բնականաբար աղոթելու սիրտ պիտի ունենանք։ Քանի օքի օրվան ընթացքին բադած դժվարություններուն պատճառով աղոթելու սիրտը գործընծուցեր է։ Քանի օքի գործընծուցած է այդ շնորհակալը լալու զգացումը իր առօրյայի մեջ, որովհետև պայմանները շատ են բահմը, թեփքը, պամը, աստեցկու վրա եւ շնորհակալ չես կնարլալ։ Քանի օքի գործընծուցած է իր ուրախությունը, գիտե այդ փորձառությունը, որ ուրախ չէ հիմա, ուզե խնդալ, ուզե ուրախ լալ, կփորձե խնդալ, նույնիսկ այդերը մգանը միսը չի շարժիր, քանի օքի ունեցել այդ փորձառությունը։ Ես գիշեմ ադեններ նկարվելու ադեն Միրելան ինձ գսեր խնդա, կփորձեի խնդալ, կտեսնեի, որ մգաններս ինձի հետ որոշումից հետ չեն կալեր։ Վերջը մի քանի տարի վերջ սորվեցա գեղձ խնդալը, որ ուզած ադենս խնդամ։ Չէի գիտեր, եւ որ կփորձեի խնդալ, թիմակիցից սխալ բաժինները կշարժեին, կամ փերանս ավելի կբացվեր, կամ ինչ գիտնամ ուրիշ բաժիններ գելներ, եւ զգացի, որ շատ գոշտ է խնդալու համար։ Եվ շատ անգամ մարդիկ իրենց առօրյային հետ կապված գուքան խնդալու կամ գուքան գործեն ընել ինչ որ բիդենեն, ոչ մեկ դեղը չի շարժիր, չգրնար ելնել, ներսենալ չգատ խնդալը ելնելը, նույնիսկ մգանները իրեն չեն օգներ, եթե ինքը պիտի խնդա, որովհետև վիճակի չէ։ Հետևաբար է, որ մենք մտնոլորտի մեջ գաբրինք, այդ արգելքները չեն դիրեր մեր առօրյային վրա։ Շնորհակալ եղեք, աղոթեցեք, որովհետև Աստված այդ մեկը կգամենա Քրիստոսի միացածներ հետ։ Աբա սիրելիներ, հիմնական ամենակարևոր բաժինը Պողոս առաքյալ գսե հավատացյալներուն, մինչ կաբրիկ ծեր հավատքը դիրոջ քալուստը սպասելով, Սուրբ Հոգին հետ ծեր վարմունքը թող ճիշտ լա։ Այսինքն 19-րդ համար Սուրբ Հոգին գրագը մի մարեք ծեր մեջ։ Հիմա մեկում ասես Սուրբ Հոգին գրագը մի մարեր ծեր մեջ, կսի չանգարելի ես ամեն օր գաղոթեմ, ամեն օր դիրոջ կսեմ դեր գրագը զորավոր թող մնա իմ մեջս, հալելույա։ Անիգա զորավոր չի բայր գրագը։ Գրագի կաղապարը Աստվածաշունչեն ներս եկած օրենի վեր, օր մթելատրված չէ, որ տուն այդպես կրնասնել, որոշես, որ գրագը վարած մնա։ Առաջին դեղը, որ գրագը վարեցավ երկրի վրա, մարդիկ փայդով պետք է գրագը վարեին, փայդով գրագը վարելու բադվերը, որ սկսավ նախ դերը վարեց զոհը առաջին անգամ, սուրբ գրագ վարեց, եւ անգևեր չսավ այս գրագը վարած պիտի բայեք, այսինքն միշտ փայտ պիտի ունենաք, այս գրագը վարող փայտ, թաց փայտ պիտի չբերեք, սխալ փայտ պիտի չբերեք, ճիշտ տեսակ փայտ պիտի բերեք, որպես այս գրագը վարած մնա, եւ որ գրագը մարեր, իրենք չէին համարցակեր եւ գիտեին ընդունելի չէ, որ այդ գրագը նորեն վարեն։ Պետք է նորեն ուխտը գնկվեր դերոջ հետ, հարցերը լուծվեին, որպեսզի նորեն գրագը վարեին։ Հետևաբար գրագը վարելը աղոթքի հետ կապված չէ։ Դու գսես, որովհետև գուզես գրագը բավի, որովհետև հավատարիմ ես, որովհետև զավակ ես, որովհետև կփապակիս գրագը կյանքիդ մեջ լա։ Բայց չի բավեր ադիգա։ Որովհետև ինքը մեջը դե արդեն, դու փայտ պիտի տնես։ Եվ քու կյանքիդ փայդեր տնելու կաղապարը հոն, փայդի հետ կապված չէ, այլ գրագը վարած բահելու պետքն է։ Եվ Սուրբ Հոգին գրագը վարած բահելու համար
դու շատ պետքություն ունիս նկատի առնել քու առօրյադ, քու կյանքդ, քու շինած մթնոլորտդ։ Մարդիկ, ես գիտեմ, անցյալ օրերը քույրը վկայություն տվավ, գիշեք, որ լեզուներու բարգևը 15-ն 17 տարի գեցուցած է խոսել են։ Ինչու՞, որովհետև օրը մեկը իրեն փամը սեր է իրեն, եւ ինքը հատ խոսքեն ազդվեր է, եւ երկար ադեն նույնիսկ դարիով, որ գուքար մեր եկեղեցին, դա գավին ինք լեզուներ չեր խոսեր, ազդված այնգե։ Ուրեմն հոս Սուրբ Օքին հատ գրակ իր մեջ ինչ եմ մարավ, որովհետև մեկումը խոսքին ագանջ տվավ, Աստվածաշունչի խոսքին հագարակ։ Մարդիկ շատ բաներ կխոսին, եւ որ ես սկսա սկիզբը լեզուներ խոսիլ, սենյակից մեջ սկսա, մեկը ինձ իջսավ լեզուներու բարգև գա քրիստոնեության մեջ։ 13-րդ օրն էր սենյակն էի 14 օրվա ձոմաբահության ադեն, 13-րդ օրը ես լեզուներ խոսելու սկսա։ Եվ խոսած ադենս կգարձե, որ միան ես եմ խոսող, ինձ մեզ ад ուրիշ խոսող չկա։ Եվ այդ բահուն երբ կխոսեի, գարձես աշխարը խնցորիմը վես ցերկիս մեջ լար գրնայի ուզածից պես գարավարել, պատրաստակամություն ունեի, փամը պիտի չաստե ինձ է զորավոր պիտի լավ, ասս կացումը գար։ Երբ սկսա լեզուներով աղոթելու մասին խոսիլ, երբ սկսա մարդոց հանդիպիլ, երբ սկսա մարդոց մեջ մտնել, երբ հավատքի կյանք ապրելու սկսա, հոգևորներու ծանոթացա, եւ այլն, նկատեցի, որ ես հաշիվ գնեմ այս մարդոց ըսածները։ Եվ փախտադեցի անցյալին, որ ես ինչ կսկայի, երբ լեզուներ կխոսեի։ Երբ լեզուներ կխոսեի, կգարձե, որ աշխարհը հիմա պիտի դառնա, աշխարհին պայմանները պիտի փոխվին, բայց այս մարդոց մեն ժխտականը լսել ես իդ կտեև ես հոժար չեմ եւ հագարագած եմ իրենց, բայց դա գավին աստված եմ եւ անոնք աշխատանք կտանին, որ ես իրենց աստեցության դակ գրագս շինող Սուրբ Օքին հետ այդ լեզուներու բարգևը չկործածեմ։ Գրագը այսպես գմարի, գրագը նաև գմարի, եւ որ ես Սուրբ Օքին ներկայությունը, որի մեջս է, բնակությունը, որի մեջս է, գարհամարեմ, գանարկեմ, համացայն չեմ լար հետը։ Այսինքն Սուրբ Օքին, որ մեր մեջն է, երկու ցևով կաշխատի, չէ։ Սուրբ Օքին մեր մեջ կփնագի եւ իր Սուրբ Օքիի բդուղները մեր մեջ կտնե, որոնք կհանդիպին մեր նկարակիրներուն, որովհետեւ մեր նկարակիրները գերդենք ամեն օր։ Եվ որ ես իմ առօրյա կյանքիս ընթացքին գահագարագիմ Աստծո խոսքին համաձայն գերդվելու աշխատանքին, ես բնականաբար Սուրբ Օքիին ոչ կսեմ, գմերժեմ եւ բնականաբար ադիգա իմ գրագս կմարե։ Քանի օքի ունեցած է այդ փորձառությունը, որ Սուրբ Օքին գրագը չերսկար, փերգսկար, բայց խոստովանությունը անել է իդ, ապաշխարությունը անել է իդ, իր սխալը ընդունել է իդ, ներշնչումը սկաց, քանի օքի ունեցել այդ փորձառությունը, շատ բարձ է, որ Սուրբ Օքին ներկայությունը նուրբ, բարի, մաքուր, սուրբ մեր ներսիտի մեզի կսպասեր։ Եվ որ մենք այդ բաժինը հրինք, ամիջապես ինքը շարժեցավ։ Հետևաբար երկու տեսակ, կամ դուրսի հոսանքներ է, բադահացներ է, մենք կսկսենք Աստծո բարգևները թատրեցնել եւ այդ գրակն ու աշխատանքը մարել, կամ մեր ներսեն, մեր նկարակիրին հետ կապված, մեր բնավորության հետ կապված, մեր առօրյային հետ կապված, մեր վարմունքին հետ կապված, մշակույթեն մեզի եղած ջնշումներուն հետ կապված, մենք կսկսենք գրակը մարել, որովհետեւ անոնք նկատի կառնենք։ Հետևաբար մենք բեք չունենք գրվազանը լալու, բայց բեք չունենք որևէ ցևով արդոնելու, որ անոնք մեր կյանքերեն ներս մարին։ Անցյալ օրերը երբ էման լեզուներով խոսելու սկսավ եւ մենք դուն կացինք, երկրորդ օրը առաջին բանը, որ իրեն թելադրեցի, այդ էր սի գխոսիս, սավ այո, սի նայ առաջին բանը կարևոր է գիտնաս, որ երբ քու դարեգից ընկերուներուդ հետ հանդիպիս այս նյութը երբ լա եւ իրենք վրատ խնդան, դու չաստվիս,
Շատ անգամ ընկերուհիներ բաներ գսեն գարձելով, որ իրենց ասածը ճիշտ է եւ քեզի գտվի, որ իրենց ասածը ճիշտ է, որովհետեւ շատ են իրենք, բայց չգարձես, որ իրենք ճիշտ են, որովհետեւ դու գնես ինչ որ սուրբ գիրքը քեզի գսե։ Հետևաբար առաջին բանը, որ ես ուզեցի իրեն տալ, այն է, որ ինքը չլա վերք մշալգե, ազդվի եւ այդ լեզու խոսիլը դատրեցնե ամճնալով, որովհետեւ ինքը սկայուն անցե եւ գնա շուտով ազդվի լասպաներեն։ Հետևաբար Սուրբ Օքին գրագը մի մարեք գսե Պողոս Արաքյալ։ Եվ անգետ գսե 20-րդ համար մի արհամարհեք մարգարեական պատգամները։ Ամեն բան քննեցեք, բարիին գարչեցեք։ Ամեն տեսակի ճարիք է հերու գեցեք։ Աստվածաշունչ ուրեմն Սուրբ Օքին կներկայացնե գրագով, գրագի կնմանցնե։ Սուրբ Օքին մեր ներսիտին մեզի ինչ կնե, մեր սիրտը ինչ կնե կդակցնե։ Կանոք իսկացած է սիրտին դակնալը Սուրբ Օքիով, այդպես չէ որ վարարան կվարե Սուրբ Օքին մեր մեջը, բարձորեն կդակնա մեր սիրտը, մեր զգացումները կդակնան, մեր մղումները կդակնան, դեպի որ գոմ պիտի երթանքը հստակ կլա, դեպի շատ մցևերով մեզի ուղղություն կուտա այդ դակությունը, կյանքի համոզումներ կուտա, եւ նաեւ գլուսավորե մեր միտքը, գզորացնե մարդ արարածին հոգին, որբեսի ավելի մեր հոգիով դիրաբեդենք մեր կյանքին եւ ոչ թե մենք պայմաններեն դիրաբեդվինք։ Եվ բեք չէ արհամարել գսե համարի մեջ, կամ արկել կլալ Սուրբ Օքին աշխատանքին, ինչպես ճուրը գրագիմը վրա թափելով գրնաս մարել։ Մեր առօրյան, մեր ծևերը բեք չէ արդոնենք, որ արհամարհան կլան Սուրբ Օքին։ Չեմ կեր եթե ասոն նգադի գարնես քո առօրյայիդ մեջ։ Չեմ կեր եթե ասոն նգադի գարնես քո առօրյայիդ մեջ։ Քեզի փորձառությունը պատմեմ։ Ասիգա Սուրբ Օքիով մգրդվել է յետք, Աստծո ծառայելու սկսել ես յետք կբադահի։ Հիմա ես որ Տիրոջ ներկայության մեջ աղոտ կնեի, գիտեք չէ, ամեն մարդ կրնա անցնել բարակաները, կրնա լալ գրիպ, կրնա լալ սովորական, կրնա լալ խնչելու պետք ունենա, կրնա լալ փրկնալու պետք ունենա, վերջապես ժամերով Տիրոջ ներկայության մեջ ես գամ, նույնիսկ եթե գարջ է, կրնա բադահիլ։ Ես ամեն անգամ որ ունեի ներողություն գսեի Տիրոջ, որովհետև խոսեինք կոր եւ ես ցկեցի։ Չեմ կեր եթե քեզի համար այս փորձառությունը շատ արժեք ունի, ինձ համար շատ արժեք ունի։ Հիմա ես քեզ իմ ներսես բաներ կբաժնեկցիմ։ Գամ ասոնց նման երբ բաները լալ անպայման ներողություն գսե, որովհետև գխոսեի կամ շատ անգամ անագնգալ բանը գլա որ դեղես պետք է ելեմ։ Բայց ես իրեն այդ իրական հաղորդակցություն գնեի, եթե մարդ մը լար եւ որ քոս մարդը լա եւ բամը բադայի, սորի գսեմ մեկ վարքյան կարեւոր է եկե պատասխանեմ, չէ՞։ Եթե մարդուն գսեմ Աստծո պիտի չսեմ։ Կանոք է դսե։ Եթե մարդուն գսեմ Աստծո պիտի չսեմ, ուրեմն ես գեղձ գաղոթեմ, որ եթե ադսկացումը չեմ շինած։ Ժամանակ մի եկավ, որ այդ մդերմիկ զգացումը բացեցավ։ Եվ ես պետք է զգացի, որ այդ մդերմիկ զգացումը իդ շինվի։ Բայց ես այդ մդերմիկ զգացումը բահը, որ ինձ մե բացեցավ, ես այնադեն իրեն արհամարհեցի, այո։ Բայց իր ներկայությունը նկատի չարի։ Ինչ կվստահեցնե ինձի, եթե ես իր ներկայության գեցած ադենս իրեն նկատի չարի, հապջեբի ժամանակ պիտի հաճողիմ նկատի առնել։ Կանոք է դսե։ Եթե ներկայությանը մեջ եղած ադենս չգրծա իրեն նկատի առնել եւ արհամարել։ Դժվարության ադեն, նեղության ադեն, ջնշումի ադեն ինչպես պիտի գարենամ հաճողին։ Հետևաբար ինչպես դու քեզի կպատրաստես, այդպես պիտի շարունակես, այդպես պիտի ապրիս։ Հետևաբար գսե մի արհամարհեք մարգարեական պատգամները, մի անարգեք Սուրբ Օքին աշխատանքը։ Մի մարեք սեպենումի
կամ արհամարեք էքսուտենեոս արհամարհանքով վերապերիլ։ Բարձորեն միտքս այն է, որ Սուրբ Օքին հետ մեր աշխատանքի մեջ քիչ խորունկ դիտենք, քիչ ավելի իրեն հետ մդերմության չափանիշ տեսնենք մենք ինչպես կվարվենք։ Ես հագարակ չեմ, որ մարդիկ օթոյի մեջ աղոթեն։ Հագարակ չեմ, որ մարդիկ կնին աղոթեն, ավելի լավ բնավ չաղոթեն։ Բայց եթե մարդիկ վարժվեր են, ինչպես շատեր ինձ պատմած են, որ բնավ ժամանակ չունիմ, արդու կորձի կացածադենս օթոյի մեջ կաղոթեմ։ Հիմա գրնա մեկ անգամ ժամանակ չունենալ, երկու անգամ ժամանակ չունենալ, այս մարդը եթե վարժությունները միշտ այդպես կաղոթ է, սուտ է ուրեմն։ Կամ ինքին դեղյակ չէ այս մարդը, որ ամբողջ կյանքը ժամանակ չէ ունեցած։ Եթե ադանք բան բադայի, ես գորոշեմ իմ գերագուրի 3 անգամիս մեջ են, մեկ հատ են զրգվիլ թերևս և կոնե այդ ժամը աղոթքով անցնել։ Կամ TV-ին արջև նստելով լուրերը մտի գնել են զրգվիլ և աղոթքով անցնել։ Կոնե կսկսիմ իրեն անտեպ ունեցած սիրույս և հարկանքիս համաձայն բաներ գտնել, որպեսզի աղոթք կնեմ, ես չեմ ուզեր գրագը մարի։ Թեև գիտեմ, որ իր գրագը չի մարիր։ Կանոք եդս է, իր գրագը չի մարիր։ Բայց իր գրագը իմ մեջս արտնություն չի դար ինձի, դակություն չի դար ինձի, մտքիս լուսավորում չի դար, եթե ես իր գրագը իմ զգացումներուս մեջ վարելու պետքը նյութը մասնիկները չպերեմ։ Հետևաբար Պողոս առաքյալ այս ուղղությամբ կխոսի։ Հավանաբար այն ադեն Թեսաղոնիկեցիներում մեջ գային մարդիկ, որոնք ունեին հարումը, որ մարգարեական պատգամները թեր արժևորեն, արժեքներեն զրգեն, մարդկային սեբեն, կամ այս, կամ եկած սխալ գտնեն ամբողջ մարգարեությունները մերժեն։ Թեև մարգարեությունը միշտ 5 գդագարանի մեջ, նոր գդագարանի մեջ գտնված է, չէ տատրած։ Բայց միշտ ալգան, մինչև այսօր ալգան մարդիկ, որոնք մեծ արժեք չեն ուզեր դալ մարգարեություններուն։ Կդած են ծևմը խոսքով ապրելու, բայց ոչ մարգարեությամբ, ոչ դերոջ ներգա ժամանակի դալիք հայտնություններով։ Անորամար կտեսնես ամառը կարճ թևով է, կամ երկար թևով, ծմերը կամ կարճ թևով, կամ երկար թևով։ Ինքը մեթոդ մը կդած է ապրելու, այդպես գաբրի։ Ներգա ժամանակի պետք չներ։ Անորամար սիրեներ կթելատրեմ, որ բնավ շար համարենք, այն ինչ որ Սուրբ Օքին մեզի դված է, գրագը չմարենք, չանարգենք այն խոսքերը, որ դերը դված է, հետապնդենք, քննենք, ստուգենք։ Պողոս անգե հետ կսե 20-րդ համար, և Աստված ինք, որ խաղաղություն կբարգևե, թող գադարելապես սրբեցես, և ծեր ամբողջ էությունը, հոգի շունչ և մարմին, անարատ բահե մինչև մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի կալստյան օրը։ Այս գեդերը նկատի առնել են ետքը գսե, թող որ Տիրոջ խաղաղությունը ծեր վրա կա, գադարելապես թող սրբեցես, սրբելը Տիրոջ ծեր հոգի շունչ մարմին թող լա, ոչ թե միայն հոգիդ մեջ սրբված, մարմինով, շունչով սրբված, անարատ բահեցես մինչև Տիրոջ կալուստը։ Ուրեմն կարելիությունը գա, երբ մենք Սուրբ Օքին գրագը չմարենք։ Ասիկա անդրադարձ մնե, որ մենք պետք է ապրենք։ Սուրբ Օքին գրագը մեր ներսիտին է, եթե ես մարած գսկամ, բարձորեն ես իրեն հետ հաղորդակցության ես զրգված եմ, տեսագետը սխալ է պետք է շտկեմ, այլապես ինքը եկած է պատրաստ է սրբելու, ապահով բահելու հոգի մարմին շունչ, խաղաղություն տալու, ամեն բարակայի մեջ։ Եվ որ ես իրեն այո գսեմ, ես պիտի օրհնվիմ։ Մինչև Տիրոջ կալուստը։